աղջիկներից մեկի հետ, ում հետ որ ես աշխատում եմ, տեղի է ունեցել շատ հաճախ հանդիպող իրավիճակ։ Նա հավելվածներից մեկով ծանոթանում է մի տղայի հետ, արտասահմանցի, ով վերջում պարզվում է իրական մարդ չէ, նրա նկարները իրական չեն եւ բնականաբար ասածները նույնպես իրական չեն։ Բարեբախտաբար նա այս իրավիճակից չի տուժել, նա իրեն ոչ մի ռիսկերի չի ենթարկել, բայց իհարկե այդպես հաճախ չի լինում։ Բայց ես ինչին եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը, ովքեր են հակված հավատալու, խաբվելու, ովքեր են ամենամեծ ռիսկի տակ։ Դա այն աղջիկներն ու կանայք են, ովքեր շատ կարիք ունեն սիրվելու, շատ կարիք ունեն ուշադրության, շատ կարիք ունեն հոգատարության։ Երբ այդ կարիքը շատ մեծ է, դուք հակված եք հավատալ առաջին պատահածին, դուք հակված եք միանգամից մտնել հարաբերությունների մեջ եւ դուք հակված եք այդ հարաբերություններում միանգամից ձեզ կորցնել, նույնիսկ ամենաառաջնային этаպներում, երբ հարաբերությունները դեռ ծանոթության փուլում են։ Բնականաբար այս ամենի պատճառները գնում են նորից մանկություն, հա, եւ այս այն մարդիկ են, ովքեր ունեն տրավմաները, սիրված չլինելու, ընտրված չլինելու, մերժված լինելու, ում որ ծնողները բավականաչափ սեր չեն տվել, բնականաբար այդ ժամանակ մեր մեջ չկա ոչ սեփական անձի հանդեպ սեր, ոչ սեփական արժեքի զգացում, քանի դեռ այդ ամենը ներսում չկա, քանի դեռ կա այդ դատարկությունը, քանի դեռ այդ ներքին հիմքերը կառուցված չեն, մենք նորից ու նորից վազելու ենք այդ առաջին պատահած հարաբերությունները, մարդը, ինչի, որովհետև անհամբերությամբ մենք ուզում ենք ստանալ այդ սերը, վերջապես ձեռք բերել այդ կարևոր անձին, որը կփոխարինի մեզ մամային, պապային կամ երկուսին եւ ի վերջո մենք կզգանք այն, ինչ որ չենք զգացել փոքր ժամանակ։